Մեծ պահքը մոտենում է իր ավարտին եւ շուտով կնշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Այն կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ փակելով մեծ քարով։ 3 օր հետո յուղաբեր կանայք գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը։ Նրանք զարմանքով տեսան, որ մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը դատարկ։ Մինչև նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն առավ»։ Հարության լույսը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը։ Սուրբ Հարության տոնին նախորդող երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները, իսկ առավոտյան մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ։ Սուրբ Հարության տոնին միմյանց ողջունում ենք. Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։